Ստամբուլում գործող դպրեվանքի վարժարանը մինչև 18-րդ դարի սկիզբը գործել է Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ։ Հետագա տարիներին վարժարանը ծառայել է որպես հոգևոր դպրոց, որտեղ կրթություն են ստացել Պոլսայի հայտնի մտավորականներ եւ հասարակական ու քաղաքական գործիչներ։ 1932 թվականին թուրքական կառավարության որոշմամբ վարժարանը դադարեցնում է իր գործունեությունը։ Տնօրենի խոսքերով որոշումն ավելի շատ տնտեսական ու քաղաքական նկատառումներ ուներ։ Շուրջ 20 տարի դպրեվանքի վարժարանի աշխատանքները արգելված են եղել։ 1953 թվականին Պոլսո Պատրիարքի առաջարկով հայկական վարժարանը վերաբացվել է, այս անգամ պոլսահայերի համար ծառայելով եւ որպես վանական համալիր եւ որպես դպրոց։ Տնօրեն Արմեն Սարուխանյանի խոսքերով վերաբացումից հետո վարժարանն ունեցել է 31 աշակերտ։ 1953-ին 6-րդ դասարան բացված է 31 աշակերտով, հետո ամեն տարի հետսել է դասարանը ավելնալով, մինչև 11-րդ դասարան լրացված է։ Մինչև 1967 թվական ընձայարանը բաց մնացած է, հետո զանազան պատճառներով կոչված է 1967-ին եւ անգե իվերալ կլասիկ մեկ լիսեմը ըլլալով կբաշխանավարեն կոս։ Դպրեվանքը ներկայումս ունի ավագ դպրոցի կարգավիճակ։ Վարժարանում վերջին տարիներին նվազել է աշակերտների թիվը, նշում է տնօրենը։ Այժմ դպրեվանքի հայկական վարժարան է այցելում 69 սան։ Դասապրոցեսները կազմակերպվում են Թուրքիայի կրթության եւ գիտության նախարարության սահմանած ծրագրի համաձայն։ Շաբաթական 5 ժամ նախատեսված է նաեւ հայոց լեզվի ուսուցման համար։ Մանկավարժների զգալի մասը պոլսահայեր են, միայն թուրքերեն աշխարհագրություն եւ պատմություն առարկաներն են դասավանդում թուրք մասնագետները։ Շաբաթը 5 ժամ հայերենի դաս ունենք։ Մնացյալ դասերը ընդհանրապես թուրքերեն կդասավանդենք։ Այսօր պատճառները արգավ մինակ մեզի հadoop բան չէ, ընդհանուր համայնքին այդ կապ ունեցող պատճառները դժբախտաբար քիչ մը հայերենին առօրյայի գործազությունը հետսել է կբացի գոր։ Նախագծարաններն սկսյալ մեկ խնդրեմ ունենք։ Վարժարանի սաների խոսքերով իրենք ուրախ են, որ հնարավորություն ունեն կրթություն ստանալ հայկական վարժարանում, ուսումնասիրել իրենց ազգի պատմությունն ու մայրենի լեզուն։ Իհարկե հայերենի դասաժամերը քիչ են, նշում են աշակերտները, բայց եւ այնպես շեշտում են, որ դասերն անցնում են բավականին հետաքրքիր։ Հայերենի ուսուցիչներն լավ են, շատ լավ մեզի գիտականություններ կբատնեն, գնենք զվարճանանք հայրենների մեջ։ Զվարճության մեջ դասերը գնանք գնան։ Պոլսահայ այս երեխաների հետ է սովորում նաև Հայաստանից 6 տարի առաջ Ստամբուլ մեկնած Ռուբեն Խաչատրյանը։ Խոստովանում է, սկզբնական շրջանում դժվար է եղել հաղորդակցվել դասընկերների հետ։ Թուրքերենի չիմացությունը եւս որոշակի խոչընդոտ է հանդիսացել։ Ընկերների հետ առաջին անգամ խոսալը չիմանալու շատ դժվար էր, հետո կամաց սովորել եմ, շատ ուրախ եմ։ Այստեղ էլ շատ լավ է, շատ լավ կվարվեն ինձ հետ։ Ես շատ շնորհակալ եմ հայտնում իրենց Հայաստանի նման կսովորցնեն։ Միշտ սեփական չեն կարող մնալ, անպատճառով ամառը միշտ գնում գալիս ենք Հայաստան։ Հայկական վարժարանը համալրված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ունեն մասնագիտացված դասարաններ, որտեղ աշակերտները խորացված ուսումնասիրում են տարբեր առարկաներ։ Սուրբ Խաչ դպրեվանքի մեջ դարապանության ուսուցչուհի եմ։ Այս տարի իմ առաջին դարիս է։ Ես շատ ուրախ եմ, որ հոս կաշադիմ գոր եւ շատ սիրելի աշակերտներ ունիմ։ Հիմա այսօր մենք փորձ մորինք աշակերտներով հետ։ Այդ փորձին վերջալ հիմա հոսը հավաքեցինք, մակրեցինք, աշակերտներն ասիկա սորեցան ինչպես լաբորատորի մեջ բիդաշադին, ինչպես փորձեր բիդանեն, ասիկա փորձ մը եղավ աշակերտներու համար։ Իսկ սա վարժարանի ճաշարն է, որտեղ աշակերտները սնվում են։ Վարժարանն ունի նաև գիշերօթիկ հաստատության կարգավիճակ, որտեղ մնում են այն աշակերտները, ովքեր ամեն օր դպրոց հաճախելու հնարավորություն չունեն։ Իսկ ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է հայկական համայնքը, նշեց վարժարանի տնօրեն Արմեն Սարուխանյանը։ Հիմա հարգավ գարկ մը գալվածներ կա, եւ այդ գալվածներն ալ իշտեսենք որ ծրամ մը գարնվի հարգավ, վարս մը գարնվի, բայց անոնք բյուջեին բզդիկ մեկ մասը հազիվ գտիմավոր է անոր համար նորեն մնացյալը բյուջեին մեծ մասը համայնքեն եկած օգնություններով գամփոխջացվի։ Դպրեվանքի վարժարանի աշխատակազմին հրաժեշտալուց հետո մենք ուղևորվեցինք դեպի Արամյան վարժարան։ Հայկական այս դպրոցի գործունեության մասին պատմող տեսանյութը հաջորդի։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիպեկյան, Գալանյուս, Ստամբուլ։